Խաղաղությունը այսօր է, խաղաղությունը հիմա է, եւ այդ խաղաղության հիմքերը տակից քաշելը, վերաբանակցել բառը, կամ այն տրամաբանության, որ այս ուժեղ խաղաղություն չի, մենք ուժեղ խաղաղություն ենք հաստատելու, ուժեղ խաղաղություն հնարավոր է հաստատել միայն ուժի միջոցով, ուժի կիրառման միջոցով, ուժի կիրառումը բացում է ուժի մասին խոսակցությունը, բացում է ուժի մասին խոսակցություն, ուժի մասին խոսակցությունը, ուժի կիրառումը տալիս է ուժի կիրառման հնարավորություն, եւ հետեւաբար եռագլուխ կուսակցության բոլոր խոսույթները մեր երկիրը եւ ժողովրդին առաջնորդում են պատերազմի, միանշանակ եւ աներկա պատերազմի, ընդ որում չի լինելու հետաձգում, լինելու է, որովհետեւ ոչ մեկ չի սпасելու ժողովուրդ, ոչ մեկ չի սпасելու, չէ, որ ասենք Հայաստանում իշխանություն փոխվի, ցանկացած փոխված իշխանություն 1-2 պետք է հասկանային չէ, ոչ մեկ չի սпасելու, ոչ մեկ չի սпасելու, որ այսօր հայրենասիրության բանի տակ հանդես են գալիս Ղարաբաղի դրոշներով եւ այլնով եւ այդպես շարունակ, ոչ մեկ չի սпасելու, ոչ մեկ չի սпасելու, որ դա Հայաստանը այդ քաղաքականության ներքո կամ ենթադրվող եռագլուխները վզներն ամրացնեն եւ իրենց քաղաքականությունը վարեն։ Հենց անմիջապես սահմանամերձ գյուղերում սկսելու են կրակոցները, սկսելու է էսկալացիան, որը անխուսափելի բերելու է պատերազմի, անխուսափելի բերելու է պատերազմի։ Եվ հետեւաբար շատ կարևոր է, չափազանց կարևոր է, որ 2026 թվականի հունիսի 7-ին մեր քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեն խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար